Սիրելի հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիներ, մենք այսօր խոսելու ենք հացի մասին, որպես հնագույն արհեստ։ Հայաստանում հացթխությունը տարածված արհեստներից է, երեխաներ։ Հացի արտադրությունը դարձել է սննդի արդյունաբերության զարգացման ճյուղերից մեկը։ Լավ թխված հացի, ցորենահացի մի պատառը մարդկային մտքի մեծագույն հայտնագործություններից է, ասել է մի ռուս գիտնական։ Թվում է, թե հաց թխելը, երեխաներ, հասարակ գործ է, բայց որքան հմտություն, որքան իմացություն և որքան աշխատանք է պահանջել մարդկանցից հաց թխությունը։ Մի քանի հազար տարի է, ինչ մարդիկ հաց են թխում։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հայկական լեռնաշխարհում հաց երբ են սկսել թխել։ 3-ից 2-րդ հազարամյակներում։ Կեցես, երեխաներ, որ բնակավայրերն են այդ մասին վկայում։ Շենգավիթի, Ֆոքլաբլուրի և Լճաշենի հինավայրերը։ Հնավայրերը։ Միջնադարում հացը թխում էին սաճի վրա։ Երեխաներ, հացատեսակներից որոնք էին տարածված։ Բոքոնը, մատնակաշը, բաղարջը և լավաշը։ Կեցեք։ Վերջին մի քանի տասնամյակում հացթուխներին օգնության եկավ գիտությունը։ Այո։ Եվ դա հնարավորություն տվեց կառուցելու հացի հզոր ժամանակակից գործարաններ։ Այո։ Որտեղ ամեն ինչ անում են մեքենաները։ Աշխարհում հացի առաջին գործարանները կառուցվել է սովետական միությունում։ Այո։